Հրապարակորակներ Տանավապիկյան ներագրող ես ճիշտ ասած մի քիչ ավելի ուշ մնացա քննարկանը, որքանով հասցրեցին ես այստեղ խոսում է ընտանեկան բնության մասին, մասնավորապես տղամարդու կողմից այդ բնությանը ինձ հետաքրքրում է կապ ուսումնասիրություն հակառակ պատկերի մասին, այն որ տղամարդն է ենթարկվում բնության, եթե կա, չգիտեմ, ծնողների կողմից, կնոջ կողմից, ում կողմից այդ հստակ թիվ, պատկեր և տղամարդու բնության ենթարկելու մասին խոսենք։ Շնորհակալ եմ շատ հարցի համար։ Տեսեք, մեր բոլոր հարցերը մասնակիցները ազատ էին լրացնել, այսինքն այնտեղ բնության մասին հարց ունեին և նաև ունեինք ազատ լրացման հատված, եթե լինեին այդպիսի դեպքեր, մենք անպայման կկիսվեին, բայց մենք նաև ոնց որ առնստատ չենք, այդ վիճակագրություններ չենք իրականացնում, իհարկե տղամարդկանց հանդեպ նույնպես լինում է բռնություն, բայց տոկոսային հարաբերակցություն շատ փոքր, որովհետև ես նշեցի, հենց հայրեշխանական հասարակությունում առաջնային բռնությունը հենց կանանց հանդեպ է տեղի ունենում, նաև դրա համար ենք մենք առաջնահերթություն տալիս։ Ես կարող եմ ձեզ օրինակ ուղղորդել թեկուզ դատախազության թվերին նախորդ տարվա 24 թվականին, որ նորից շոկ մեծամասնության դեպքերում 95%-ից ավել, եթե ոչ ավելի, հենց կանայք են դիմում նախ ընտանեկան բռնության գործերով և նաև աջակցման կենտրոնների նույնպես կարող եք նայել, որտեղ զանգերի մեծ մասը կրկին կանայք են անում, հակառակ պատկերը բնականաբար կա, բայց քանի որ ընդհանրապես գենդերային բռնություն դա իշխանության հասնելու մասն է, դա պատահական չի, այսինքն թե ինչու է տանը բռնություն լինում, դա վերահսկողություն սահմանելու մասին է, քանի որ այս մոդելն է ավելի ընդունված և անառողջ։ Հենց դրա համար մենք այս մոդելի դեմ ենք պայքարում, եթե ընտանիքներում վիճակը լրիվ հակառակը լիներ և կանայք ավելի այս բռնությունը օրինակ կիրառեին, բնականաբար մեր հենց թիրախում կլինեին ախր տղամարդիկ, որպես բռնության սեռ։ Իսկ վիճակագրություն ունեք, որ չգիտեմ 10 տարվա համեմատ կամ 5 տարվա հետ համեմատած ավելի բռնության դեպքերը տղամարդու կողմից նվազել են, այսինքն մենք ավելի դեպի առողջ ընտանիքի մոդել նկատենք տղամարդկանց հանդեպ բռնություն։ Չէ, տղամարդու կողմից կնոջ։ Հա, տղամարդու կողմից։ Տեսեք, ընդհակառակը կարող եմ նշել, կոնկրետ Հայաստանի մասին ենք խոսում, հակառակը դեպքերը սկսում են ավելի շատ արձանագրվել։ Բնականաբար սա չի նշանակում, որ բռնությունը ինչ-որ նոր բան է, նոր են մարդիկ սկսում բռնություն կիրառել, այլ ընդհակառակը մեթոդները լավանում են, այսինքն մարդիկ և ընդհանրապես կանայք օրինակ ավելի մեծ վստահություն են սկսում ձեռք բերել կենտրոնների հանդեպ, օգնության դիմելու կամ օրինակ ոստիկանության հանդեպ, դրա համար դեպքերը ավելի շատ են գրանցվում։ Նախորդ տարի օրինակ 23-ի համեմատ շատ ավելի բարձր։ Նախորդ տարի շուրջ 900-ից ավել դեպքը միայն ոստիկանություն եկել, որը շուրջ կրկնակի ավելի շատ է եղել, և դա հենց այն պատճառը, որտեղ մարդիկ ավելի են վստահում և դիմում օգնության, բայց աջակցման կենտրոններ հազարավոր զանգեր են լինում, ուղղակի շատ հաճախ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական վիճակը, օրինակ կինը անգամ եթե գիտի, որ բռնությունը դատապարտել է եւ այլն, անգամ չի կարողանում տնից դուրս գալ, քանի որ այդտեղ չունի ուղղակի գնալու ապաստանները քիչ են։ Նվազել չէ, այս պահին առնվազն թվերով չունենք։